Կարծում եմ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորում և լիակատար խաղաղություն կհաստատվի Մյունխենում France 24-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիևի խոսքով օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պատմական համաձայնությունները նշանակում են, որ հակամարտությունն ավարտվել է։ Մենք թևակողել ենք խաղաղության մի շրջան, որը հուսով եմ հավերժ կտևի։ Արդեն ավելի քան 6 ամիս է անցել, Հայաստանի հետ սահմանին իրավիճակը շատ հանգիստ է։ Փոխհրաձգություններ, զոհեր, վիրավորներ չկան, շարունակել է Ալիևը։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները չեղարկվել են։ Նաև սկսել ենք Հայաստանին նավթամթերք մատակարարել, ինչը ըստ էության նշանավորում է մեր առևտրային հարաբերությունների սկիզբը։ Այսպիսով տեսնում ենք, որ արդեն իսկ հասել ենք խաղաղության, նշել է Ադրբեջանի նախագահը։ Նա հավելել է, որ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման ճանապարհին որոշ ֆորմալ քայլեր են մնացել։ Մենք սովորում ենք ապրել խաղաղ պայմաններում և դա շատ լավ զգացողություն է, ընդգծել է Ալիևը։ Միևնույն ժամանակ նա հերթական անգամ հայտարարել է, թե Հայաստանի սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն։ Հարկավոր է տարբերակել հարաբերությունների կարգավորումը պաշտոնական խաղաղության համաձայնագրից, քանի որ կարգավորումն արդեն ընթացքի մեջ է, մանրամասնել է պաշտոնյան, հույս հայտնելով, որ Հայաստանին և Ադրբեջանին կհաջողվի պաշտոնապես հասնել խաղաղության արդեն այս տարի։ Խոսելով ԱՄՆ փոխնախագահի հետ ունեցած հանդիպման մասին, Ալիևը տեղեկացրել է, որ J.D. Vance-ի հետ ի թիվս այլ հարցերի քննարկել են TRIP-ի նախագիծը։ Նա համոզմունք է հայտնել, որ նախաձեռնությունը կյանքի կկոչվի։ Լրագրողի հարցին ի պատասխան Ալիևը հաստատել է, որ Վենսը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայերի հարցը։ Ես ներկայացրի Բաքվի դիրքորոշումը և այդքան է, հավելել է նա։ Վաշինգտոնը ցանկանում է, որ եվրոպական երկրները լինեն ուժեղ և կարողանան պաշտպանվել, Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ Մարկո Ռուբիոն շեշտել է, պատմությունը ցույց է տվել, որ Եվրոպայի և Միացյալ Նահանգների ճակատագրերն անբաժանելիորեն կապված են և միշտ կլինեն։ Նրա խոսքով կողմերի միջև տարաձայնությունների պատճառն այն է, որ Վաշինգտոնին մտահոգում է Եվրոպայի ապագան։ Ռուբիոն համոզված է, որ այդ ուղղությամբ հարկավոր է համատեղել ջանքերը։ Մենք չենք ցանկանում խզել հարաբերությունները, մենք ցանկանում ենք վերականգնել հին բարեկամությունը, ընդգծել է պետքարտուղարը։ Նա նաև անիմաստ է համարել առանց սահմանների աշխարհի և ազգային շահը համաշխարհային շահին ստորադասելու գաղափարախոսությունը։ Ռուբիոն քննադատել է ՄԱԿ-ը, նշելով, որ այն չի կարողացել հասցեագրել ընթացիկ ամենասուր խնդիրները, այդ թվում Գազայի կամ Ուկրաինայի հետ կապված։ Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական հակամարտությանը, ամերիկացի դիվանագետը հայտնել է, որ Մոսկվային և Կիևին վերջին շրջանում հաջողվել է նեղացնել վիճելի հարցերի շրջանակը։ Մնացել են ամենաբարդ խնդիրները։ Նա նշել է, որ բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա փետրվարի 17-ին Ժնևում, դրան կմասնակցեն նաև Սպիտակ տան պատվիրակները։ Մենք չգիտենք արդյոք Ռուսաստանը լուրջ է տրամադրված պատերազմն ավարտելու հարցում, սակայն կշարունակենք աշխատանքները, հավելել է Ռուբիոն։ Պետքարտուղարը նաև հայտարարել է, որ ռազմավարական սխալ կլիներ չերկխոսել Չինաստանի հետ, չնայած առկա տարաձայնություններին։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանում իշխանափոխությունը կլիներ լավագույն բանը, որ կարող էր տեղի ունենալ, և իր վարչակազմը դեռ քննարկում է արժե արդյոք ռազմական գործողություններ ձեռնարկել Թեհրանի դեմ։ Հայտարարությունը հնչել է, երբ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ երկրորդ ավիակիր խումբն է ուղարկում Մերձավոր Արևելք։ Վերջին շաբաթներին Թրամփը հայտարարել էր, որ իր գլխավոր նպատակն Իրանի միջուկային ծրագրի կրճատումն է։ Չնայած դրան, նա ակնարկել էր, որ դա ընդամենը մեկն է այն բազմաթիվ զիջումներից, որ Վաշինգտոնը պահանջում է Թեհրանից։ Մարկո Ռուբիոն էլ հայտնել է, որ փետրվարի 6-ին Վաշինգտոն-Թեհրան վերսկսված բանակցությունների շրջանակում կողմերը շարունակում են աշխատանքները։ Ամերիկյան կողմը մշակում է հնարավոր գործարքի դրույթները։ Առաջիկայում երկու երկրի ներկայացուցիչները կարող են հանդիպել։ Պետքարտուղարի խոսքով Թրամփը պատրաստ է բանակցել նաև Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Իրանն իրավունք ունի խաղաղ նպատակներով միջուկային էներգիա օգտագործել։ Թեև Ռաֆայել Գրոսին նշել է, որ անցած տարվա ամերիկյան հարվածներից հետո Իրանի միջուկային ներուժին լուրջ վնաս է հասցվել։ Նա տեղեկացրել է, որ Թեհրանի հետ համաձայնության են եկել երկրում առաջիկա օրերին ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսչական գործունեությունը վերսկսելու վերաբերյալ։ Վիեննայում Մոսկվայի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն էլ հայտնել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը եռակողմ հանդիպում են անցկացրել Վիեննայում, քննարկելու Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը։ Դիանա Գասպարյան, լուրեր։